ունեցածը ինչպես եք գնահատում դուք։ Վատ են գնահատում։ Ուրիշ մեկնաբանություն չունեք։ Շատ վատ են գնահատում։ Նաև տեսեք, Ամոթալի են գնահատում։ Ամբողջը, ծայրից ծայր։ շատերը ասում են, որ դա իշխանական թևի կողմից հերթական, այսպես նախընտրական քարոզարշավն էր։ Դուք եւս հակված եք այդպես կարծելու։ Այդ իրանց կարծիքն է, ես այդ կարծիքն եմ։ Գուցե այսօր Facebook-յան գրառում անեմ ավելի հանգիստ, իմ կարծիքը ավելի հանգիստ շարադրել եմ։ Իսկ Արսեն Թորոսյանի պահվածքը արդյոք պատգամավորին վայել պահվածք էր։ Տատախազը այստեղ անելիք չունի։ Փաստորեն նա Հանրությունը անելիք ունի, հանրությունը ոչ թե դատախազ։ Հանրությունը պետք է այդ գնահատականը տա։ Ազգային ժողովը հայրելու տեղ չի։ Ես չեմ ուզում, որ դոգիզմը հաղթի Հայաստանը։ Նաև այդ են ասում են դոգին մեկուսացրեցին, ազգային ժողովում սկսեցին հայհոյել։ Ճիշտ են ասում, ցավոք սրտի, բայց ես հուսով եմ, որ սա վերջին այս խայտարակություններ ազգային ժողովի, որ էլ նման բան չի լինի։ Պարոն Նազարյան, Չամաչ ենք ազգային ժողովի։ 2026 թվականին արդյոք Նիկոլ Փաշինյանը նորից կընտրվի։ Ըստ ինձ ինչ-որ մեկի հետ շփոթում եք։ Նիկոլ Փաշինյան, չէ, ընդհանրապես, այս ընդհանուր իրավիճակից դատելով, ելնելով, ինչ եք կարծում, հանրությունը ինձ ինչ-որ մեկի հետ է շփոթում։ Նիկոլ Փաշինյան, Ես ինչ իմանամ։ Ով ինչ իմանա ինչ կլինի մի տարի մի ամիս հետո։ Ոչ մեկ չի կարա այսօր ասի ինչ կլինի։ իսկ երկրին առաջնորդում եք դուք տեսնում։ Ինձ Ինչպես եք դուք լուծելու երկրում ստեղծված այս իրավիճակը։ կոշտ միջոցառումներով։ Շատ Որոնք են այդ կոշտ միջոցառումներ լինելու։ Շատ միջոցառումներ կա, որ պետք է անել, որ այս երկիրը խելքի գա, բայց առաջինը սկսելու եմ մանկապարտեզից ու դպրոցից։